Առավոտյան ժամը 10:00-ից Նինոց Մինդայի կլինիկան մարդաշատ էր։ Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 4-ին Նինոց Մինդայի կլինիկայում անցկացվեց թոքաբանի անվճար հետազոտություն։ Հետազոտությունն ունի կարևոր նշանակություն մանավանդ այն անձանց համար, ում մոտ կան հետևյալ ախտանիշները՝ քրոնիկ կամ կրկնվող հազ, շնչառության դժվարություն կամ պակաս, սուլից շնչառություն, օդի անբավարարության զգացում, աշխատունակության նվազում, քրոնիկական հոսող քիթ եւ այլն։ Շենչե, դուսպեչե, Հեմի խորունգ շունչըտ քաշե, ռեսկի, քաշե, ու ռեսկի դուս փեչե սա, փեչե, դորվեշ փեչե, պապջան, իշկարոր հնարավոր է։ Ապրիս։ Տավենի սալավե, պան չիլին հետ։ Թավրուս մևած կարգյուակս, թավրուս խվևա արակցնևած կարգիա։ Բաթումից ժամանած թոքաբանն իրականացնում էր հետազոտություն։ Ինչպես նշեց նա, այս տարածաշրջանում մեծ ցուցանիշ չեն կազմում թոքային հիվանդները, եւ դա դրական արդյունք է։ Մեգախ Լավարդանյանը Լևիձե, էկիմին պուլմոնոլոգի ֆիզիատր։ Ես Աննա Լևիձեն եմ, թոքաբան եմ, ծնունդով Բաթումից։ Աշխատում եմ Բաթումի հանրապետական կլինիկական հիվանդանոցում։ Նոյեմբեր ամիս ամբողջ աշխարհում համարվում է թոքերի հիվանդությունների դեմ պայքարի միջազգային ամիս։ Այս առիթով մենք կազմակերպում ենք մի շարք ակցիաներ, որոնք ներառում են թոքաբանի անվճար խորհրդատվություն, սպիրոմետրիկ հետազոտություն եւ անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ անալիզներ։ Ներկայումս ես գտնվում եմ Սամսխե Ջավախեթի տարածաշրջանում, սակայն նման ակցիաներ անցկացնում ենք նաև Բաթումիում։ Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը մահացության ցուցանիշներով աշխարհում 3-րդ տեղում է։ Նինոց Մինդայում արդյունքները բավականին լավն են։ Այստեղ մենք ունենում ենք պարբերաբար այցեր, մոտ ամիսը 1 անգամ։ Խորհրդատվությունները սկսել ենք հունիս ամսից եւ պարբերաբար ամեն ամիս կամ 2 ամիսը 1 իրականացնում ենք հիվանդների ընդունելություն եւ ամբողջական թոքաբանական հետազոտություններ։ Մայնց վախտենտ պացիենտաբիս մեխապաստա սրոլ պուլմոնոլոգի ուր կամակվես։ Ձերքդար, ահա, թենեք կպերանետ, պերանետ թիր, հագե պերանետ, հագե, հեմի, հանքի շենչա, շունչմար, արդար շենչը, շունչմար, խորունգ, շունչար, Առողջությունը մարդու կյանքում ամենակարևորն է։ Այդ իսկ պատճառով պետք է հետևել ու ժամանակին դիմել բժշկի։ Ավելի վաղ հայտնաբերվող հիվանդության կանխումն ու բուժումը կլինի հեշտ։